Ազատությունից զրկված անձանց ամբողջ ծավալով ուղեկցման հարցը շարունակում է մնալ ներքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում, հիմքում ունենալով նրանց իրավունքների պատշաճ ապահովումը։ Ոստիկանության բարեփոխումների շրջանակում դիտարկվել է ազատազրկված անձանց ուղեկցման մոդելային փոփոխությունը եւ ձևակերպվել հարցի ինստիտուցիոնալ նոր մոտեցումն առ այն, որ նրանց ուղեկցումն իրականացնելու է այն կառույցը, որի շահառու է տվյալ անձը։ Մասնավորապես նոր մոդելով ձերբակալված անձանց ուղեկցումը ձերբակալվածների պահման վայրից դատարան եւ հակառակ ուղղությամբ իրականացնելու է ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ Կալանավորված եւ տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումը համապատասխանաբար քրեակատարողական հիմնարկից բնակության վայրից դատարան եւ հակառակ ուղղությամբ իրականացնելու է արդարադատության նախարարությունը, իսկ դատարանում գտնվելու ժամանակամիջոցում տվյալ անձի պահպանությունն իրականացնելու է դատական դեպարտամենտը։ Այս մոդելին անցումը տրամաբանական է, որ պահանջում է ներդնել մեծ ջանք եւ ռեսուրս, ու այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է տարվում գործընկեր կառույցների հետ, կարգավորելու հարցի թե օրենսդրական, թե գործնական հատվածը, թե ժամանակացույցը։ 2024 թվականի ընթացքում նախարարությունն ընդհանուր առմամբ ստացել է 17165 ուղեկցման հայտ, 20170 ձերբակալված եւ կալանավորված անձի ուղեկցման վերաբերյալ։ Չի կատարվել 5581 անձի ուղեկցումը կամ 27.7%-ը, որից կալանավորված անձանց ուղեկցման 12530 հայտ, 14724 անձի վերաբերյալ, որից չի ապահովվել 4019 կալանավորված անձի ուղեկցումը կամ 27.3%-ը։ Չկատարման պատճառներից է ուղեկցող ստորաբաժանման հաստիկների կիսով չափ թափուր լինելը, նշված գործընթացին համայնքային ոստիկանության ներգրավումն այն պայմաններում, երբ նշված ծառայության հիմնական գործառույթը համայնքի հետ աշխատանքն է, դատական նիստերի դահլիճ ուղեկցումից հետո նիստի չկայանալը եւ այլն։ Տնային կալանքի մասով կարևոր է արձանագրել, որ այն որևէ կերպ չի կարգավորում օրենսդրությամբ, այսինքն չկա այն իրավասու սուբյեկտը, որը պարտավոր է ապահովել ուղեկցումը։ Այդուհանդերձ հաշվի առնելով մարդու իրավունքների պաշտպանության բարձր երաշխիքը, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հանձն է առել իր սակավ ռեսուրսներով ապահովել նաև այդ անձանց ուղեկցումը դատարան եւ հակառակ ուղղությամբ։ Նկարագրված ինստիտուցիոնալ նոր մոդելը կյանքի կոչելուն զուգահեռ ներքին գործերի նախարարությունը քայլեր է ձեռնարկել գործող պայմաններում ազատությունից զրկված անձանց ուղեկցումն ամբողջ ծավալով կազմակերպելու համար։ Ինչ քայլեր է ձեռնարկել ներքին գործերի նախարարությունը վերջին ամիսներին։ Ձեռք է բերվել միջազգային ստանդարտներին համապատասխան հատուկ կահավորված 22 տրանսպորտային միջոց ուղեկցումներ արժանապատիվ կազմակերպելու համար։ Ձեռք է բերվել եւս 12 ուղեկցող տրանսպորտային միջոց, որոնք գտնվում են կահավորման փուլում։ Փոփոխվել են ուղեկցող ստորաբաժանման հաստիկները, այն դարձնելով սպայական եւ ավելի գրավիչ։ Փոփոխված հաստիկները քայլ առ քայլ համալրվում են։ Ուղեկցող ստորաբաժանումներում գործուղման կարգով ներգրավվել են նաեւ այլ ստորաբաժանումների ծառայողներ։ Ձեռնարկված քայլերն արդեն իսկ էականորեն բարելավվել են ուղեկցման իրավիճակը։ Եթե մինչ այս քայլերը օրինակ փետրվարի 24-ից մարտի 1-ը ուղեկցման հայտերի սանրաբեռնվածության պատճառով չէր կատարվում 159 կամ 34.6%-ը, ապա ձեռնարկված քայլերի արդյունքում ուղեկցման թիվն էականորեն նվազել է մարտի 25-ի դրությամբ հասնելով 24-ի կամ 5.2%-ի։ Ըստ վիճակագրության մարտի 6-ից 11-ը ստացվել է ձերբակալված եւ կալանավորված 339 անձի ուղեկցման վերաբերյալ հայտ։ Ծանրաբեռնվածության պատճառով չի կատարվել 32-ը կամ 9.4%-ը։ Մարտի 12-ից 18-ը ստացվել է ձերբակալված եւ կալանավորված 458 անձի ուղեկցման վերաբերյալ հայտ։ Ծանրաբեռնվածության պատճառով չի կատարվել 20-ը կամ 4.4%-ը։ Մարտի 18-ից 25-ը ստացվել է ձերբակալված եւ կալանավորված 464 անձի ուղեկցման վերաբերյալ հայտ։ Ծանրաբեռնվածության պատճառով չի կատարվել 24-ը կամ 5.2%-ը։ Ներքին գործերի նախարարության խնդիրն է շարունակել աշխատանքները նպատակ ունենալով ուղեկցման հայտերը չբավարարելու թիվը հասցնել 0-ի։